Բարի օր, դուք դիտում եք դիսկուրսը եւ այսօրվա մեր թողարկման ընթացքում արտաքին քաղաքական հիմնախնդիրների շուրջ իրենց դիրքորոշումներն են ներկայացնելու կոնկրետ ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը եւ ելք դաշինքի ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը։ Շնորհակալություն հարգելի բանախոսներ մեզ հյուրընկալվելու համար։ Ձեր ներկայացրած քաղաքական ուժերը տրամագծորեն հակառակ դիրքորոշում ունեն մեզ համար թերևս ամենակարևոր հիմնախնդրի Ղարաբաղյան կարգավորման հետ կապված։ Պարոն Սիմոնյան, մասնավորապես ձեր ծրագրում ամրագրված է Արցախի հարցում փոխզիջման մասին խոսք լինել չի կարող Ադրբեջանի ռազմաշունչ ռետորաբանության ագրեսիվ քաղաքականության պայմաններում, մինչդեռ պարոն Մարտիրոսյան հայտնի է, որ ձեր ներկայացրած քաղաքական ուժը հանդես է գալիս խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն կարգախոսով եւ առաջնային հրամարական է դիտում 2007 թվականի մադրիդյան սկզբունքների շրջանակներում ձեռք բերված համաձայնության կյանքի կոչումը։ Պարոն Սիմոնյան, խնդրեմ ներկայացրեք ձեր հիմնավորումները եւ արդյոք իսկապես այսօր հրամայական չէ գնալու խաղաղության։ Տեսեք, իրականությունը այնպիսին է, որ մեր հարևանը եւ մեր հակառակորդը պատրաստ չէ դրան։ Եվ այդ ռազմաշունչ հայտարարությունների, միլիարդավոր դոլարների զենքի գնման ֆոնին, երբ դու խոսում ես խաղաղության մասին, դա ուղղակի մեր համար անընդունելի է։ Եվ կա մի շատ կարևոր բաց, որը կա մեր գործընկերների առաջարկած օրակարգում, դա Արցախի կարծիքն է։ Տեսեք, մենք նմանատիպ հայտարարությունով, նմանատիպ կարգախոսով, նմանատիպ ծրագրով փաստացի կրկին դուրս ենք թողնում Արցախը բանակցային process-ից։ Փաստացի արտաքին աշխարհի համար ֆիքսում ենք, որ այսօր կա հայ-ադրբեջանական կոնֆլիկտ։ Մինչդեռ մենք մեր բոլոր արտաքին քաղաքական հանդիպումների ժամանակ, բոլոր տեսակի բանակցությունների ժամանակ ասել ենք եւ պնդել ենք, որ Արցախը պետք է լինի բանակցությունների մաս։ Ինչ է տեղի ունենալու այն պարագայում, եթե ենթադրենք, թեորիապես պատկերացնենք, մեր գործընկերները մեծամասնություն են կազմում ազգային ժողովում, օրինակ։ Այսինքն մենք պարտադրելու ենք Արցախին, Արցախցուն այն տարբերակը, որը որ մենք ուզում ենք եւ որը այսօր հայտարարվել է, դա ըստիս անընդունելի է։ Ինչ վերաբերում է խաղաղությանը, տեսեք, մեր հակառակորդը աչքի է ընկնում իր թշնամավար վերաբերմունքով։ Մենք շատ լավ գիտենք, որ թշնամություն է քարոզվում հայ ազգի նկատմամբ եւ հայերի նկատմամբ եւ այս փուլում ուղղակի անհնար է այն ամենը, ինչ որ ասվել է, այս իրավիճակում անհնար է այն, ինչ որ ասվում է։ Մի պարզ վառ օրինակ բերեմ ձեզ, տեսեք, մեր սպան քնած վիճակում կացնահարվում է ադրբեջանցի սպայի կողմից։ Արդյոք մեր սպան ՆԱՏՕ-ի զորավարժությունների, որոնք միտված են խաղաղությանը, միջազգ կարծեմ տենց էլ կոչվում էր, պատերազմ էր ուզում, երբ իրեն քնած ժամանակ կացնահարել են։ Ցավոք սրտի այնպես է ստացվել, որ մենք պետք է մեր հակառակորդի, այսօրվա այդ հակառակորդի հետ խոսենք նախ եւ առաջ ուժի տեսակետից։ Եվ այո, մենք բոլորս ուզում ենք խաղաղություն, այո, մեր զինվորները, մեր յուրաքանչյուր երեխան մեր համար շատ թանկ է։ Բայց եթե մենք ուզում ենք խաղաղություն, մենք պետք է պատրաստվենք պատերազմի, մենք պետք է զարգացնենք մեր ռազմաարդյունաբերությունը, մենք պետք է բալանսը վերականգնենք, որպեսզի մեր զինվորները չզոհվեն եւ մեր հակառակորդը չմտածի, որ մենք թուլացել ենք։ Շնորհակալություն, պարոն Սիմոնյան, ձեր ընդդիմախոսները նշում են, որ այսօր Հայաստանը այնքան հյուծված վիճակում է, որ պարզապես չունի նման ռեսուրսներ ուժի դիրքերից խոսելու համար Ադրբեջանի հետ եւ այս իրավիճակում, քանի դեռ ուժ չէ, անհրաժեշտ է գալ որոշակի հանգրվանի։ Այս պահին Հայաստանը ունի այդպիսի ռեսուրսներ կամ կարճ առաջիկայում տեսնում եք ճանապարհները, որ մենք կարողանանք համոզիչ ձևով ուժի լեզվով խոսել հակառակորդի հետ։ Տրամաբանությունը ստացվում է այնպիսին, որ եթե մենք չենք կարողանում մեր երկրում մեր հարցերը լուծել, մենք պետք է գնանք եւ հանձնվենք։ Շատ լավ, պարոն Մարտիրոսյան,
Խնդրեմ ներկայացրեք ձեր դիրքորոշումը, ինչու եք անհրաժեշտ համարում այս պահին գնալ խաղաղության եւ ի սկզբանե բարձրաձայնել զիջումների պատրաստակամության մասին, այն դեպքում, երբ հակառակորդ կողմը առհասարակ նշում է, որ իրենց ամենամեծ զիջումը Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ինքնավար ուրեմն կարգավիճակ ստանալն է Ղարաբաղին։ Նախ եթե համերաշխություն չկա, համախմբություն չկա երկրում, իհարկե բոլոր երկրներն էլ տանուլ են տալիս եւ առօրինակ է Ադրբեջանը, երբ որ մեր բոլոր հաջողությունները պատերազմի ժամանակ զուգահեռ process-ներ էին ընթանում Ադրբեջանում քաղաքացիական պատերազմներ եւ մենք դրանից օգտվելով իսկ Ադրբեջանը թուլացած, քանի որ դա ահավոր բանն է, ինչ որ կարող լինի պետության մեջ, երբ որ դու սպանում ես ինքդ քեզ։ Եվ մենք արդից օգտվելով ունեցանք հաջողություններ, ձեռքբերումներ։ Քանի դեռ չի լուծված Ղարաբաղյան խնդիրը, Հայաստանում հնարավորություն չի լինելու լուծել իշխանության խնդիրը։ Այս ընտրություններն էլ, ինչպես որ նախորդ բոլոր ընտրությունները անցնելու են խայտարակ ձևով, իհարկե կա ինչ-որ մեխանիզմներ, որ դրանց խայտարակության չափը ինչ-որ ձևով նվազեցնել, դա 4+4+4 ֆորմատի ձեռքբերումներն էին, որով հնարավոր էր 700,000 ձայն, 500-ից 700,000 ձայն, որը միշտ կեղծվում էր մեռած եւ Հայաստանից արտագաղթած մարդկանց հաշվին, երկրորդը, որ տեսախցիկներ չկար մինչ այդ եւ երրորդը, որ քրեականացված չէր ընտրակերծարարությունը։ Եվ ցուցակների հրապարակումը, բայց վերադառնալով զիջումների թեմային, պատկերացրեք, եթե Ալիևը ասեր, հա ես պատրաստ եմ խաղաղության կամ Ինչի էր 88 թվականին Ադրբեջանը ժամանակ չէր համաձայնվում, որ Ղարաբաղը դառնաս։ Ինչի։ 88-ին կտար կվերջացներ, 92-ին կտար, 94-ին կտար, 96-ին կտար, 97-ին կտար։ Ինքն սա ցավոտ հարց է, ոչ մի պետություն չի կարող ասի, որ եկեք ես համաձայն եմ, եկեք տեսնենք ինչ ենք անում։ Բայց դուք առաջարկում եք, որ հիմա մենք դա ասենք, Հայաստանը ասի ես համաձայն եմ, եկեք։ Հայաստանը հաղթող է։ Հաղթողը պետք է գնա զիջման։ Միշտ էլ դուք վերցրեք ցանկացած պետություն, հաղթողը ավելի բարյացկամ է, հետպատերազմյան բանակցությունների շրջանում, քան պարտվողը։ Պարտվողը միշտ ատում է, ինչպես որ մենք ատում ենք թուրքերին, որովհետև ցեղասպանվել են, ինչպես որ գերմանացիները ատում են ռուսներին, որովհետև տանուլ են տվել պատերազմը ի վերջո։ Ցանկացած պետություն, որտեղ պետություն երկու ժողովուրդների միջև կոնֆլիկտ կա, պատվողը ատում է հաղթողին, հաղթողը ավելի հետևաբար այս մեկ, երկրորդը խելացին, պրագմատիզմը ժողովրդի, հեռատեսությունը ժողովրդի կարող է հաղթել։ Ես կարծում եմ, որ այն ինչ որ մենք առաջարկում ենք, բոլորս 3 կրիտերիաներին համապատասխանում են։ Առաջինը, Ալիևը այն ինչ որ ասում է ռետորաբանությունը, որ լսում ենք ու արձագանքում ենք, դա ուղղված է ներքին լսարանի վրա։ Բայց ինչի եվրոպական ամբիոններից էլ է ասում, պարոն Մարտիրոսյան։ Նույնն է, երբ որ Սերժ Սարգսյանը գնում է ինչ որ եվրոպական ամբիոնից խոսում, եք տեսնում եք, որ հստակ ներքին քաղաքականության վերաբերող մեսիջներ է ասում։ Կամ PR-ի խնդիրը լուծումից համար։ Այնտեղ էլ նույնը։ Մի ղեկավար ցանկացած պետության, ով գտնվում է բանակցությունների սեղանի շուրջ, դա նշանակում է նա բանակցությունների ֆորմատում ասում է այլ բան։ Ու հնարավոր չի բանակցություն լինի, վերջ բանակցությունները եղել են ամռանը, հա։ Հնարավոր չի այդ ասում եմ լիդերների մեջ։ Չէ որ հենց այս պահին ընթանում են նույն բանակցությունները այլ բանակցողների միջև։ Երբ քանի դեռ բանակցությունները կա, նշանակում է որ այդ մարդիկ պատրաստ են փոխզիջման։
Շատ լավ, այդ բանակցությունները կային, բայց ապրիլյան պատերազմը եղավ։ Իսկ այն ինչ որ վերաբերում է ներքին լսարանին, շատ կարևոր է լսարանի հարցը լուծել։ Երբ որ պարզ մնան դուք փոքր բալիկ ունեք, երկու, չէ փոքր, որ երկու։ Ես իմ բալիկները մեծ են, երբ որ դուք պամպերս եք լսում, պամպերսի մասին գովազդ եք տեսնում, դուք կարող եք արձագանքեք, եթե ձեր բալիկները այն շրջանում են, որ պամպերս են կրում։ Ես այդ շրջանից անցել եմ տարիքային եւ բացարձակ ինձ համար մեկ է դա ցույց կտամ թե ցույց չեմ տա ես լսարանը չեմ այդ գովազդային հոլովակի մենք լսարանը չենք Ալիևի հերարցակած գովազդային հոլովակի դրա լսարանը ադրբեջանցիներն են Շատ լավ, շատ լավ Ադրբեջանի ներքին խնդիրները Ադրբեջանի դուխը վերցնելու եւ Պարոն Մարտիրոսյան, բայց այդ լսարանին ուղղվելիք մեսիջներից զատ մենք տեսանք, որ Ադրբեջանը արեց կոնկրետ քայլ ապրիլի 2-ին, ինչի արդյունքում մենք ունեցանք զոհեր եւ տարածքային կորուստ։ Այսինքն այնպես չէ, որ միայն հռետորաբանություններ եւ մենք տեսնում ենք, որ նրանք կարող են բանակցային գործընթացին զուգահեռ նաեւ այսպիսի միջոցների դիմել։ Հիմա բայց պարոն Սիմոնյան, Այնուամենայնիվ ձեր ընդդիմախոսների հիմնական փաստարկը այն է, որ Հայաստանը 20 տարի առաջ գտնվում էր այլ վիճակում, ռազմականացվածության, զինվածության առումով բալանսները այլ էին, Ադրբեջանը այսօր 8 անգամ ավելի շատ է զինված, քան Հայաստանը, իսկ Ստոկհոլմյան խաղաղության ուսումնասիրության կենտրոնի տվյալներով վերջին 5 տարիներին Ադրբեջանում 20 անգամ ավելի շատ զենք է ներմուծվել, քան Հայաստանում։ Այս իրավիճակում իսկապես արդյոք առաջնային պլան չի գալիս շեշտադրումը կատարելու խաղաղության հասնելու վրա։ Տեսեք, հենց նույն ձեր օրինակ բերված բնդման մեջ հակասություն կա։ Այսինքն մենք ուզում ենք խաղաղություն, որը որ դուք ասի 20 անգամ ավել, 8 անգամ ավել եւ այլ եւ այլ։ Սա եւս մեկ ապացույց է, որ այդ թեզը ընդունելի չի։ Դա իմը չէր ձեր ընդդիմախոսների։ Ես ասում եմ, որ հենց այդ ընդդիմախոսների ձեր ասած թեզերի մեջ հակասություններ կան։ Եվս մի բան է անդրադառնում միջեզը չէր։ Լևոն Զուրաբյանն է ասում, պարոն Մարտիրոսյան։ Ներողություն, ես մեջ բերեցի Լևոն Զուրաբյանին, համեցեք։ Վերադառնամ պարոն Մարտիրոսյանի ասածին եւ գովազդին եւ ներքին շուկային միտված։ Տեսեք, մենք շատ բաներ փորձում ենք գնահատել ցիվիլ աշխարհի պատկերացումներով, մեր աշխարհի պատկերացումով։ Ադրբեջանում Իլհամ Ալիևների կլանը որևիցե խնդիր չունի իշխանության մնալու։ Չկա ընդդիմություն, ԶԼՄ-ները լիովին կառավարվող է։ Դուք գիտեք, նույնիսկ Ազատություն ռադիոկայանն է փակված, այսինքն խոսքի ազատության եւ ժողովրդի ներքին ասելիքի առումով իրենք ազատ են անել այն ամենը, ինչ կուզենան։ Եթե Ադրբեջանին պետք լինի, որ իրենք բացատրեն, որ գիտեք, մենք այնուամենայնիվ պատրաստ ենք ինչ-որ զիջումների գնալ, էլի հայերին կպատժենք, այս կանենք եւ այդ ռոպագանդան, այսպես ասած, տանել, նման տեսակի երկրում իրանք որևիցե խնդիր չեն ունենալու անել, որովհետեւ կրկնում եմ, այնտեղ չկա ընդդիմություն որևիցե ձևով, մենք դա շատ լավ գիտենք, չկան ԶԼՄ-ներ, բոլոր ԶԼՄ-ները կարգավորվում եւ կառավարվում են։ Դուք բաց թողեցիք նաեւ Արցախի հետ կապված մասը, որը որ ես բարձրաձայնեցի, որ արդյոք մենք իրավասու ենք Արցախցու փոխարեն, Արցախի հանրապետության փոխարեն բանակցություններ սկսել եւ իլուր աշխարհի հայտարարել, որ մենք որոշել ենք, որ փոխզիջման կգնա։ Ես պետք է պատասխանեի այդ հարցին։ Չէ, ես նկատի ունեմ այդ հարցը բարձրաձայնեի։ Ուղղեք, խնդրեմ, սրա հետ կապված հիմա լսենք պատասխանը, պարոն Մարտիրոսյան։ Մենք պետք է պատրաստ ենք Արցախցու փոխարեն իլուր աշխարհի հայտարարենք, որ մենք ենք որոշելու խաղաղության են գնում, թե չգիտեմ, ինչ կլինեին իրավիճակում, եթե ենթադրենք մենք նման որոշում ընդունենք, իսկ Արցախցին չհամաձայնվի, եթե մենք վերցնում ենք Ղարաբաղում ծնված ապրած մարդը, ապա այդ արցախցիները այնպես արեցին, որ Արցախը բանակցային գործընթացից դուրս գա։ Հիմա մենք քանի հոգում ենք վերցնելու Ռոբերտ Քոչարյանը։ Ռոբերտ Քոչարյանը միակ արցախցիով տանենք այդ 200,000 արցախցուն նույնացնենք։ Մենք այսօր հարցրել ենք Արցախցուն, արդյոք ինքը պատրաստ է իր ներողություն, նույն արցախցին հենց այս պահին վարում են բանակցությունները։ Մենք էլ շարունակենք։ Մեր ուժը չի վարում բանակցություններ։ Մենք գտնվում ենք ընդդիմության մեջ,
այսօր բանակցությունները վարող իշխանության նկատմամբ եւ եթե մենք լինենք իշխանություն, նրանք լինելու են ընդդիմություն։ Մեր ճանապարհները այդպեսին են։ Ինչ որ վերաբերում է պրագմատիզմին, մենք տեսնում ենք, որ հիմա կա պատերություն, որպեսզի խաղաղ ճանապարհով լուծել այս խնդիրը։ Միջազգային ֆոնը այդպեսին է, եռանախագահները պատրաստական են այս պահին այս խնդիրը լուծել բանակցությունների միջոցով։ Մենք կարող ենք օգտվել այդ պատերությունից, կարող ենք չօգտվել։ Եթե չենք օգտվում, ստատուս կվոն շարունակվում է, իսկ ստատուս կվոն Արցախյան քարորիա պատերազմը ցույց տվեց, որ մենք 800 լավագույն դեպքում հանձնելու ենք։ Մյուս կողմից, ինչ է նշանակում հանձնել։ Այս Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին 355, թե 455 հազար մարդ, ովքեր որ լքել են Հայաստանը, չէ որ դա նշանակում է, որ այդ մարդիկ Հայաստանի համար զոհվել են։ Հիմա նրանք չկան այսօր Հայաստանում, Խարամատը այդ մարդկանցով, այդ մարդկանց երեխաներով չի լծված, մեզնով չի լծված, այդքան պակասել է Հայաստանի ուժ, ամենակարևոր մարդն է, երկրորդ, տնտեսական կարողությունները, որովհետև պատերազմները դա տնտեսական կարողության արտահայտման ձև է նաև, երրորդ, տարածքային ասեցինք 800 հեկտար, չորրորդ, արտաքին քաղաքականության մեջ ունեցած մեր դիրքերը, գնալով 97-ի նկատմամբ մենք ունենք անկում։ Սա չի նշանակում, որ մեր պետությունը գնալով այս 20 տարիների ընթացքում տարվել է։ Լույս դրան այն ինչ որ կա արդյոք խաղաղ ժամանակ այդ քանակի զինվոր է զոհվում, ինչքան որ համեմատելի է հենց զինվորական գործողությունների ժամանակ զոհվածներին։ Շատ լավ, ձեր նշած փաստարկներին այս ամեն ինչը տանում է նրան, որ Հայաստանը թուլանում է։ Մենք ունենք արդյոք տնտեսական այլ տիպի լուծումներ, որպեսզի կարողանանք։ Մեր հաշվարկները ցույց են տալիս։ Լսենք պատասխանը։ Մեր հաշվարկները ցույց են տալիս, որպեսզի մենք կարողանանք կրկնապատկել մեր կարողությունները զինվորական, մեզ պետք է 6% տարեկան աճով, մեզ պետք է 12 տարի։ Մենք ունենք 12 տարի անվտանգության երաշխիք, որպեսզի եւս 800 հեկտար չհանձնենք եւ շատ ավելի կարեւոր 800 հեկտարից մարդկային կյանքեր չհանձնենք։ Շատ լավ, պարոն Սիմոնյան, այս մտահոգությունն, այո, Բարությունը, որ ես կատված կստանամ հիմա այստեղ, որովհետեւ այնքան զայրացնում է, այնքան զարմանալի է ինձ համար այս ամենը, փոխանակ մենք զբաղվենք մեր երկրում նորմալ իշխանություն ձևավորելով, իշխանափոխություն անելով, լեգիտիմ իշխանություն ձևավորելով, որը նույն միջազգային հարթակներում ուժեղ կլինի եւ կկանխի պատերազմը եւ կբերի Արցախի լիակատար ճանաչմանը, մենք զբաղվում ենք քննարկելով, թե մենք ինչ տանք, որ մեզ չսպանեն։ Եկեք Սյունիքի մարզը, ասել եմ սրա մասին, տանք Ադրբեջանին։ Ես վստահ եմ Թուրքիան սահմանը կբացի եւ մի քանի միլիարդ դոլարավոր ներդրում կլինի, մարդիկ էլ չեն զոհվի։ Այդ ինչ տրամաբանություն է։ Ես չեմ հասկանում այդ տրամաբանությունը։ Այսինքն այն բոլոր, լավ, ուրիշ կողմից մոտենան։ Իմ գործընկերը ասում է, որ իրանք ընդդիմություն են, բայց արտաքին քաղաքականության մասին ենք մենք այսօր խոսում։ Արտաքին վեկտորի առումով ՀԱԿ-ի դիրքորոշումը տարիներ շարունակ զուգահեռ համընկել է իշխող կուսակցության կարծիքի հետ, սկսած ԵԱՏՄ-ի եւ վերջացրած այսօրվա թեմայի շուրջ, որ այս հարցը պետք է այդ ձևով լուծել։ Ոչ, մենք պետք է հարցը լուծենք ներսում ուժեղանալով։ Մենք պետք է բանակը այնպիսի իրավիճակի բերենք, որ բանակում զենքի, չգիտեմ, անձրևան այդ Բայց պարոն Մարտիրոսյանը նշում է, որ այդ ամենը 12 տարի է պահանջելու իրենց հաշվարկներով ունենք, այդքան նորից եմ ասում, եկեք ներսում մեր խնդիրը լուծենք, ինչ ավելի արագ եւ արդյունավետ։ Գիտեք ինչ, երբ որ մենք անկախությունը նոր էինք կերտում, Հայաստանը շատ վատ վիճակում էր, Ադրբեջանը կրկնակի եռակի անգամ ավելի մեծ եւ ավելի զինված էր, բայց մենք կարողացանք հաղթանակ եւ արտագաղթնել այդ տարիներին փոքր չէր։ Փոքր չէր, բայց մենք կարողացանք հաղթանակ տանել։ Այնինչ այսօր առաջարկվում է,
Իմ համար որպես ես եկեք մոռանանք, որ ես որևէ քաղաքական ուժ եմ ներկայացնում, իմ համար որպես ՀՀ քաղաքացի, մարդ, որ ծառայել է զինված ուժերում, իմ համար դա անընդունելի է։ Հաղթողը պատմության մեջ չկա դեպք, երբ որ հաղթողը քննարկում է խաղաղության պայմանագիրը, հաղթողը հաղթում է եւ սպասում է, որ հակառակ կողմը կապիտուլյացիա ստորագրի եւ կապիտուլյացիա եւ եթե պետք լինի մենք այլ ընտրանք ուղակի չունենք մենք պետք է այո նորից հաղթենք եւ այսօր մենք շարունակում ենք լինել պատերազմի մեջ Շնորհակալություն 1945 թվականից այս կողմ չի եղել որևէ պատերազմ իհարկե այն դեպքերը չեմ քննարկում երբ որ մյուս կողմում եղել է գերտերություն կամ գերտերությունների կոալիցիա որտեղ որ որևէ մեկը կապիտուլյացիա արված լինի չկա այդպես Ինչ եք կարծում հիմա Իսրայելը հողերը հետ է տալու որպեսզի խաղաղություն ունենա եւ իսրայելացիները չմահանան Իսրայելը արդեն շատ ավելի մեծ տարածքներ քան Իսրայելն է հետ է տվել Իսի լինի խաղաղություն արդեն ցույց է տվել որ պետք է տա եւ Իսրայելը օրինակ Ես մի հարցնեմ որ տարածքները ասիկ որ ցույց է տվել չգիտեմ որ տարածքներն են Այսինքն դուք տեղյակ չեք որ Չէ կներեք տեղյակ չեմ Ուրեմն Եգիպտոսի ասիական մասը ամբողջովին Ուղղակի տարբերակային է որ մենք պաշտպանվել ենք Իսրայելի ձեռքում էր եւ հանուն բանակցությունների հանուն խաղաղության Քեյմ Դեյվիդ Այո հանուն խաղաղության Իսրայելը վերադարձրեց Շատ լավ, բայց պարոն Մարտիրոսյան, եթե վերադառնանք մեր հիմնախնդրին, որովհետև ամեն մեկը ունի իր առանձնահատկությունները եւ նախադեպով առաջնորդվելը թերևս այդքան էլ արդարացված չէ։ Հիմա եթե Ադրբեջանի ղեկավարը ասում է, որ անգամ Երևանն է, հա, ադրբեջանական հող եւ ուզում եմ ընդգծել, որ սա միայն ներքին լսարանի համար չի ասվում։ Այդ նման հայտարարություններ հնչում են նաեւ, հա, միջազգային ամբիոններից, եթե հետեւել եք։ Եթե Ադրբեջանը ասում է օրինակ ռուսական լրատվամիջոցին Ալիևը, որ առավելագույն զիջումը դա Արցախին Ադրբեջանի կազմում ինքնավար կարգավիճակ տալն է եւ ԵԱՀԿ միջնորդները ողջունում են այդ հայտարարությունը։ Օրլիկը ասում էր, որ ողջունելի է, որ Ադրբեջանի ղեկավարը խոսում է առաջին անգամը լինելով բաց այդ մասին։ Այս իրավիճակում, որքան էլ մենք հայտարարենք, որ պատրաստ ենք զիջումների, արդյոք դա արդյունավետ լուծում է եւ արդյոք ի սկզբանե պարտվողականություն չի ենթադրում, պարոն Մարտիրոսյան։ Ստիպված եմ հասնել կենցաղային օրինակների։ Մենք մեր տանը նստած խոսում ենք, որ պիտի գնանք ձեռքը խնդրենք մի աղջիկ։ Մենք էլ տեսնում ենք այս աղջիկը վազելով օժիտը ձեռքին եկավ վերտում։ Մենք ոնց ենք վերաբերվելու այս աղջիկը։ Լավ։ Հայկական ավանդական ընտանիքը տենց է վերաբերվում։ Չէ։ Ահա։ Հիմա մենք խոսում ենք Ալիևի մասին, Ալիևը բանը Ղարաբաղը գրքին գասի խնդրեմ։ Բայց դուք հակառակը հայկական կողմն է ասում, որ ես պատրաստ եմ ստացվում։ Այդ աղջիկա դերում Հայաստանը չի հայտնվում։ Հայաստանը տղայի դերն է խաղում, տղայի ընտանիքի Արդյոք խոսում են, որ մենք գնանք հրավիրենք այս աղջկան մեր սեղանի շուրջ։ Եվ նա հայտնվի անմիջապես եւ օժիտնել հետը բերի։ Ոնց ենք վերաբերվելու։ Ալիևը այդ խնդիրն ունի լուծելու։ Ասում են անընդհատ, որ Տեր-Պետրոսյանը ասել է, որ պրագմատիկ գործիչ է Ալիևը։ Բայց աղջկան չգովես մի հատ միջև իր բերել տուն կամ չգիտեմ բերել սեղանի շուրջ նստացնելը չշահագրգռես, որ ցույց չտաս անգամ ճանապարհը, որ գիտես հայրդ Կարծում եք այդ գովեստով Ալիևը շահագրգռվելու էր, այո, Տեր-Պետրոսյանի գովեստով։ Շատ լավ։ Շահագրգռվի, բայց թույլ տվեք միջև վերջավարտեմ։ Բայց ամենակարևորը Տեր-Պետրոսյանը այս ելույթի մասին է խոսքը, հա, դեկտեմբերի 17-ին։ Այնտեղ ասում է ամենակարևորը։ Ասում է մոտարապես այսպես. Ալիև, տղա ջան, Ալի նստի այս բանակցությունների շուրջ եւ փոխշահավետ ձևով լուծենք այս հարցը։ Հակառակ դեպքում քեզ կգցեմ այն օր, ինչ օրի ընկավ քո ինչ օրը գցեցի քո հորը։ Ինչպես։ Նույն ճանապարհ։ Եթե կարող ենք գցել, ինչու ենք զիջում առաջարկում։ Այդ հոտես չի։ Եվս 3 շրջան, եվս մի քանի շրջան դու էլի կկորցնես։ Սա Տեր-Պետրոսյանն է ասում,
այդ ելույթում։ Շատ լավ։ Մեր ժամանակ տանք նաև ձեր ընդդիմախոսին խոսելու հնարավորություն, պարոն Մարտիրոսյան։ Կեսն եք թողում ասեմ։ Բոլոր այն դեպքերում դու ինչ կարողանում ես պիտի անես։ Եթե դու կարող ես, չգիտեմ, ընդդիմախոսիդ գլուխը ջարդել պիտի անպայման ջարդես, դու կարող ես չէ որ թելադրել որ ինքը կուզած անի առանց այդ գլուխը ջարդելու։ Շատ լավ։ Շատ պրիմիտիվ ձև է որ այն ինչ որ ունես բոլոր ուժերդ հանես ցույց տաս։ Դե եթե դա իմ շահն է պահանջում, իհարկե համեցեք։ Անդրադառնամ նախորդ հարցին, մի նախադասությունը 60-ական թվականների պատերազմին Իսրայելը հետ տվեց ոչ թե իր սեփական հողերը, այլ հետ տվեց Եգիպտոսի հողերը։ Դրա մասին էր խոսքը, իսկ մենք խոսում ենք մեր հողերի մասին, մեր պատմական բնօրյանի մասին։ Հիմա խնդրում եմ, եկեք ուրիշ բանից խոսանք։ Ես հասկանում եմ, որ ձեր մոտ փաստացի ստացվում է վեճ կա, թե արդյոք Արցախը դա Հայաստանը թե Հայաստանը։ Ոչ, Արցախի մասին չի խոսում։ Ֆիզուլին երբ ա եղել Հայաստան։ Խնդրում եմ, էլի Ֆիզուլին երբ ա եղել Հայաստան։ Մեկ երկրորդը արտաքին քաղաքականության մասին է խոսում։ Դուք ինձ ցույց տվեք որևէ պետություն։ Որոշեցինք 20-րդ դարի։ Չենք հանգարում, չէ՞ իրար որոշեցինք։ Լավ, լսեք, համեցեք։ Եղավ Ադրբեջան, պատմական Ադրբեջանն է եղավ։ Երկրորդը ես չեմ հասկանում արտահայտությունը, թե ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը ասում է ես կանեմ, ես կանեմ։ Լևոն Տեր-Պետրոսյանը որևէ լծակ չունի այսօր եւ միակ չեմ պատկերացնում։ Բա ինչ է քննադատում։ Երկրորդը որտեղ քաղաքական գործիչը քննադատում ենք Հայաստանի Հանրապետության առաջին նախագահը եւ օրակարգում դուք եք հիմա մեր օպոնենտ։ Այո, դրա համար քննարկում ենք։ Ինչ վերաբերում է մնացածին, որ ասվում է, որ մի քանի Ալիև, եթե դու չհամաձայնվես, մի քանի տարածքեր կկորցնես։ Հիմա մենք թույլ ենք չենք կարողանում պատերազմ բայց թե Ալիև քեզ խելոք բայի մի քանի տարածքեր հակասություն կա այդ հարցում։ Չկա հակասություն։ Մենք ուժեր ենք, պիտի բանակցություն։ Բանոր ասում եք 12 տարի է պահանջվելու, որպեսզի մենք կարողանանք գանք հասնենք այն իրավիճակին, որ կարողանանք պահենք ու ամեն անգամ 800 կորցնենք։ Ներողություն, դուք իմ ասածները ներողություն։ Ես ասել եմ, որպեսզի մենք մեր կարողությունները ընդհանրապես կարողանանք կրկնապատկել, պահանջվում է 12 տարի։ Կա ճշմարտ մեզ հետ դարերով փորձված ճշմարտություն կա։ Ուզում ես խաղաղություն պատրաստվիր պատերազմին։ Այո, մենք բոլորս ուզում ենք խաղաղություն։ Այո, շատ թանկ է յուրաքանչյուր օր, ժամ, յուրաքանչյուր կյանք, խնդիր չի դա, որ չի քննարկվում դա, բայց ճանապարհները, այդ պարտվողական դիրքորոշումը, այն ամենը ինչ այսօր ասվում է, նախ անիրագործելի է, երկրորդը անկեղծ ասած անընդունելի է եւ ես վստահ եմ հասարակության համար անընդունելի է եւ վերջում մի փոքրիկ կենսաղային օրինակ բերեմ ինձ ժամանակ տալու եք անպայման բանը այո ես քիչ կխոսեմ որ դուք ժամանակ ունենաք մի կենսաղային օրինակ էլ ես բերեմ ես կրկին բարձրացնում եմ այդ հարցը կապված նրա հետ որ արդյոք մենք Արցախին եւ Արցախցուն հարցրել ենք եւ չեմ ուզում որ մենք հղում անենք չգիտեմ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի վրա ես խոսում եմ Արցախի ժողովրդի մասին այդ կենսաղային օրինակներից ելնելով պատկերացրեք մի ընտանիք որ ամուսինը որոշում է իր կնոջ հայրական տունը վաճառի բնական է նրանք մի ընտանիք են մեկն են բայց միևնույն ժամանակ նույնիսկ չի հարցնում կնոջը եւ գնում է ոռլիկների եւ այսպես ճակերտավոր բրոկերների հետ խոսում է թե տունը ինչ գնով ենք վաճառում որպեսզի գործարք կատարեն մենք պահում ենք Արցախը, սա ամենակարևոր ձեռքբերումն է։ Սուտ է, որ որևէ մեկը մեր կողմից ասել է, որ Արցախից մի սանտիմետր զիջել։ Բացարձակ դրա մասին չի խոսքը։ Մենք անվտանգության գոտին նվաճել էինք հենց նրա համար, որ ինքը լինի անվտանգության գոտի։ Անվտանգության գոտին անվտանգության գոտում չի լինելու ոչ մի ադրբեջանական զինվոր, անվտանգության գոտին, որը որ միշտ պատկանել է միջազգայինորեն Ադրբեջանին եւ դա դուրս է եղել Լեռնային Ղարաբաղի կազմից, լինելու է միջազգային ուժերի տիրապետության ներքո, մեր զորքից մի զինվոր անգամ չի պակասելու այն ինչ որ ունենք բանակը լինելու է։ Այդ ինչ որ ասում եք ներողություն, ամրագրված է մադրիդյան սկզբունքներում, ինչու եմ հարցնում, որովհետև ձեր ծրագրում նշված է 2007 թվականին ընդունված։ Դուք տեղյակ եք, արդյոք մադրիդյան սկզբունքներում հենց ձեր ասած պայմաններն են ամրագրված, պարոն Մարտիրոսյան։ Եվ ես ասում եմ մեր մոտեցում։ Դե ձեր մոտեցումն է 2007 թվականի մադրիդյան, այո։
եւ այդ անվտանգության գոտին իսկապես ծառայելու է որպես անվտանգության գոտի։ Սա մյուս կողմից այն հնարավորությունները ինչ որ տալիս է խաղաղությունը, դա բերում է նրան, որ մենք ուժեղանանք։ Այսինքն լրացուցիչ ուժեղանալ, տնտեսապես ուժեղանալ, միջազգային հարաբերություններում ուժեղանալ, սա եւս լրացուցիչ Ալիևյանի հետ խոսացել եք, այսինքն իմ մոտ տպավորությունն է, որ Ալիևի հետ խոսացել ենք, Ալիևը ասել է դուք էս տարեք, ես էս կանեմ։ Ես տեսեք, ասում է այդ գոտին, նույն բանը ասում է Սերժ Սարգսյանը, ասում է այդ 800 հեկտար է, այն 8000 բանից է, որը որ անվտանգության գոտի է։ Նորից եմ ասում, սա անընդունելի է, սա ինչի մասին է։ Դրա համար մենք պայքարում ենք Սերժ Սարգսյանի դեմ։ Շատ լավ, կարևոր հարցը։ Պայքարում եք Սերժ Սարգսյանի դեմ, որտեղ ձեր այսօրվա օրակարգում միայն խաղաղության մասին, եթե դուք պայքարում եք Սերժ Սարգսյանի դեմ, զբաղվեք ներքին խնդիրներով, զբաղվեք ներսում իշխանություն փոխելով, այլ ոչ թե գիտեք ինչ, մեր խնդիրը գտնվում է Արցախում, եկեք հողերը հետ տանք փորձենք։ Մենք ներքին խնդիրներով չենք զբաղվում, վերջի շրջանում ոչ։ Այս պայքարը բանը չգիտեմ, հարևանի մարդնա, վերջի շրջանում ցավոք չեք Հայաստանը ազատագրել։ Ումից։ Շատ լավ, ներողություն։ Ռետորաբանության մեջ է վերացել Սերժ Սարգսյանի անունը, ավազակապետությունը էլ ավազակապետություն չի։ Չէ, հիմա կա ծրագրում ավազակապետություն տերմինը, պարոն Սիմոնյան։ Հանուն արդարության։ Խոսվում է միայն մի բանի մասին, եկեք հողերը հետ տանք, թե չէ մեզ կզանք։ Ավազակապետությունը մնացել է ավազակապետություն։ Իսկ Սերժ Սարգսյանը հիմա դուք ուզում եք աղավաղել Տեր-Պետրոսյանի ելույթը, առաջի քննադատությունը։ Մենք հիմա ելույթը չենք քննադատում, ծրագիրը։ Չէ՞ որ ծրագիրը բախում է դրանից։ Պատվիրաններից մեկն է, մի աղավաղի Տեր-Պետրոսյանը։ Շատ լավ։ Բանը պատվիրանա, որովհետև միջև 94 պատվիրան չի, մենք ներողություն, միջև 94 թվից սկսած Տեր-Պետրոսյանը եւ իր ղեկավարած քաղաքական ուժը դավանել են բանակցությունների միջոցով Ղարաբաղյան հարցի 2008-ին էս կարգախոսով քիչ մտակ եւ 2008-ին դուք միջև 2010-ը առնվազն մեր կողքին եք եղել այս հարցերով այն ժամանակ ինչի՞ չէ այս կարգախոսը միշտ է եղել Տեր-Պետրոսյանը միշտ բոլոր միտինգների ժամանակ երբ որ խոսվել է արտաքին քաղաքականության մասին, ապա անպայման անդրադարձել է եւ բանակցություններին եւ ձևին բանակցություններին։ Քանի հերոստատիտով հիշում է դրա մասին։ Մենք հիշում ենք, որ իշխանությունը պետք է հեռանա, Սերժ Սարգսյանը հանցագործ է, որ Ռոբերտ Քոչարյանը հանցագործ է։ Բայց պարոն Սիմոնյան, հանուն արդարության Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը հայտնի էր Արցախի հարցում մշտապես եւ չի տարբերվել։ Կներեք, ես եղել եմ համակիր, ես չեմ եղել Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմի ներկայացուցիչ եք։ Եղել եք համակիր։ Այո, եղել եմ։ Շատ լավ։ Ես չեմ ժխտում եւ չեմ ափսոսում դրա համար։ Եվ այն ժամանակ, եթե ինչ-որ մեկ ասել ես նրա գալու է, ես չէի հավատա։ Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը 94-ից նույնն է, 88-ից է նույնը։ Եվ ի՞նչն է փոխվել ձեր կյանքում։ Այսօր իշխանություն չենք փոխում, այլ տարածվում ենք փոխելը դրանով։ Ի՞նչն է փոխվել ձեր կյանքում, որ դուք փոխել եք ձեր դիրքորոշումը։ Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումն է։ Փոխվել դրանից քաղաքական վերլուծությունից հետո արտաքին քաղաքականության մեջ Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը փոխվել է։ Ղարաբաղի հարցում ոչ։ Շատ լավ, ներողություն, մեր ժամանակը Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը փոխվել։ ԵԱՏՄ-ի մասին խոսք չի եղել, քաղաքագիտական վերլուծություն չի եղել, քան բան չի եղել, որ փոխվել։ Շատ լավ։ Այսինքն մենք խոսում ենք Ղարաբաղյան հարցի մասին։ Դուք ուզում եք մենք խոսում ենք այդ վեճի մեջ, որտեղ շատ խոցելի է։ Մենք խոսում ենք Ղարաբաղյան հարցի մասին։ Ղարաբաղյան հարցը չի կարող կարգավորվել։ Մենք հող տալու եւ փոխզիջման գնալու չունենք այնքան ժամանակ։ Ուրեմն հող տվող է իշխանությունն է։ Հող տվող են մարդիկ են, ովքեր որ ուզում են ոչ թե գրաված տարածքները, որոնք որ հենց անվտանգության գոտի պիտի ծառայեն։ Ինչի դիմաց, այդ հարցի պատասխանը չկա, ինչի դիմաց։ Ղարաբաղը եւ Հայաստանը։ Ղարաբաղի անկախության ճանաչման կարգավիճակի։ Շատ լավ, պարոն Մարտիրոսյան, բայց փուլարփուլ, բայց մադրիդյան սկզբունքներում վերջնական ճանաչում ամրագրված չէ, որ տալիս են։ Ամենակարևորը այն ինչ որ մադրիդյան սկզբունքները հնարավորություն են տալիս։ Արցախը, Ադրբեջանը ճանաչում է, որ Արցախը Իրանը չի։
Ինքը չի ճանաչում, որ հայկականն է կամ որ ինքնուրույնն է, բայց ճանաչում է, որ Արցախը Իրանը չի։ Սա դուք համարում եք լավագույն լուծումը, որ Արցախը Իրանը չի, եթե ինքը գնում է դրան բանակցությունները ինչի մասին։ Զորի Բալայանը, ներողություն, Զորի Բալայանը առաջարկում էր, սա շատ խոցելի դեպ, թեզը Ադրբեջանը ասում է, որ իրենը չի, հիշում եք Բալայանն էլ առաջարկում էր, որ Ռուսաստանը գա եւ այդտեղ հաստատվի եւ պարզվի, որ դա իրենը չի, բայց Ռուսաստանին է, այնպես որ մի նոնսենս էլ կա, մենք հիմա խոսում ենք մի բանի մասին, մի իրավիճակում, երբ որ նույնիսկ բանակցություն չկա։ Ադրբեջանը նույնիսկ այս պահին բանակցային գործընթացը չի շարունակում։ Ինչ գիտե։ Դե հայտարարեց Մամեդյարովը եւ նրան երկրորդեց Նալբանդյանը։ Ազգային կոնգրեսը եւ Լևոն Տեր-Պետրոսյանը եւ դուք Ալիևից ավելի տեղյակ եք, քան մեր հանրությունը։ Շատ լավ, մենք արդեն ամփոփում ենք, ես մեկական րոպե, պարոն Մարտիրոսյան։ Ավելի տեղյակ է, չկասկածել։ Նա ուզում է Լևոն Տեր-Պետրոսյանը ուզում է անի այն, ինչ որ 98 թվին իրեն չհաջողված։ Իր ամբողջ գործունեությունը ցավոք սրտի միված է միայն 2008 թվականին այդ 98 թվի չհաջողված։ 2008 թվականին մենք քվեարկում ենք փոփոխությունների։ Շատ լավ, հարգելի բանախոսներ, մեր ժամանակը սպառվեց, ցավոք մենք չհասցրեցինք անդրադառնալ ԵՏՄ-ին անդամակցության խնդրին։ Եվ որը դուք համարում եք քաղաքական սխալ, բայց ոչ թե կողմ է։ Ճարտագով է դուք ներողություն, այդպես չի։ Ուղղակի անշրջելի գործընթաց է սահմանել կողմը։ Սահմանել է, որ այն խաղերը, որ Սարգսյանը մեզ բերեց այս իրավիճակի մեջ եւ սա այս պահին անշրջելի։ Շատ լավ։ Անշրջելի է եւ կողմ ես քվեարկում ազգային ժողովում, այնքան անշրջելի բան կա։ Պետք է ասենք գիտեք ինչ անշրջելի է։ Լավ, հարգելի բանախոսներ, շնորհակալություն մեր բանավեճին մասնակցելու համար։ Հիշեցնեմ, որ այսօր դիսկուրսի շրջանակներում հյուրընկալել էին Կոնգրես ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանին եւ Ելք դաշինքի ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանին։ Մինչ հանդիպում։